ընդհանրապես օպերատորությունը այդ միայն ինտերնետի ու հեռուստաալիքների մասին չի։ Այդ տրամաբանությամբ սկսեցինք դամաֆոններ տեղադրել Երևանում, Արտաշատում, այն քաղաքներում, որտեղ որ կան Գյումրիում, Սևանում։ Կա ճանապարհ ավելի արագ, սուպեր արագ, ամենաարագ, ամենաարագից արագ։ Դու չես հասցնում, արդեն ինտերնետը բերում են, հա։ Մենք չենք միակը, որ տեսել է այդ ամեն ինչը, բայց մենք ենք եղել միակը, որ պետք է բերել է Հայաստան։ Այս պահին մենք դամաֆոններից եթե զրուցենք, դամաֆոններն ենք ինտեգրում Yandex-ի արհեստական բանականության հետ, այսինքն Ալիսայի հետ, որ ենթադրենք տունը մարդը ունի Ալիսա ու իր տուն հյուր է գալիս, Ալիսան ասում է, որ քո տունը հյուր է գալիս, ինքը կարող է ձայնով ասի բացի Ալիսա դուռը, ինքը բացի դուռը։ Ողջույն, Armenian Business Portal-ի եթերում կրկին բիզնեսմեն թե բզբզմեն հաղորդաշարն է եւ այսօր մեր հյուրն է Գևորգ Ենգեբարյան։ Գևորգ ջան, ողջույն։ Ողջույն արեք։ Գևորգը Fnet ընկերության հիմնադիր տնօրենն է։ Գևորգ ջան, մենք շուտվանից ծանոթ ենք եւ բայց մեզ դիտող լսողներին անպայման կասենք, որ մենք դուով ենք շփվելու, որովհետեւ մեր քննարկումը լինի անմիջական, բայց կադրից դուրս միևնույն է ճանաչում ենք իրեն եւ դա չենք թաքցնի։ Ես բավականին երկար ժամանակ ճանաչում եմ քեզ, գիտեմ որպես բավականին հետաքրքրասեր եւ այն եզակի ղեկավարներից ես, միշտ դա ասում եմ, որ միշտ չի կանգնում կատարելագործման ճանապարհին, հա։ Մի երկու բառով կխնդրեմ կիսվես ինչ նորություններ, ինչ հետաքրքիր նորամուծություններ ունենք, որտեղ է գտնվում մեր տեխնոլոգիական աշխարհը։ Շնորհակալություն հրավերի համար, Նարեկ ջան, շատ ուրախ եմ այսօր այստեղ գտնվել։ Ճիշտ ես ասում, վաղուց ճանաչում ենք իրար ու կարելի է ասել տաղավարից դուրս հասցրել ենք արդեն մոտ ընկերներ դառնալ։ Ինչը վերաբերում է տեխնոլոգիաներին, տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում ու այդ զարգանալն էլ բերում է նրան, որ մեզ էլ ստիպում են ոչ մի վարքյան ոնց որ քնած չմնալ, ավտոմատ իրանց հետևից հասցնել ու ինչի՞ չէ, այդ հավեսը դրայվը պահելով մենք էլ հետևում ենք այդ ամեն ինչին ու շարժվում ենք ու հենց այդ պատճառով մենք այս տարի կարելի ասել 23-ից սկսած որոշեցինք, որ ընդհանրապես օպերատորությունը այդ միայն ինտերնետի ու հեռուստաալիքների մասին չի։ Այդ ասելով ինչի նկատի ունեմ, մենք 22 թվականից սկսեցինք շեղվել ոնց որ կլասիկ օպերատորության այդ աշխատելաձևից ու տրամադրելով մարդկանց օպտիկա մանրաթելային ինտերնետ, հեռուստաալիքներ ու տեղափոխվեցինք մի քիչ այլ սերվիսների աշխարհել, խոսում եմ դամաֆոնների մասին, խոսում եմ կամերաների մասին, խոսում եմ սեփական տների դամաֆոնների մասին, մի փոքր մանրամասնեմ սկսեցինք դամաֆոններ տեղադրել, արդեն շուտով եկող տարի ապրիլին կլինի արդեն 2 տարի զբաղվում ենք այդ բիզնեսով, լայնացրել ենք մեր շրջանակը ծառայությունների, ոնց որ ուսումնասիրելով, տեսնելով թե հայկական իրականության մեջ ինչ է կատարվում, հա, այդ ասենց կլոր դեղին գույնի չիպերով, որ մարդիկ գնում են դռները բացում են ու գաղտնիք չի բոլորիս համար, թե այսօր ինչեր են թաքցնում մեր բազեսներում, մուտքերում, հա, քարերի տակ, թփերի տակ ու ինչքան վնաս է այդ բերում մեր երիտասարդությանը, դրա հետ կապված մենք ոնց որ մեր վրա պատասխանատվություն վերցրեցինք, ասենք, եթե մենք ունենք այդ ցանցը, ինչի մի փոքր ապահով չսարքենք մեր հնարավորությունների սահմաններում, էլ ավելի ապահով չսարքենք, հա, մեր միջավայրը, որտեղ որ մենք կարող ենք այդ անել ու այդ տրամաբանությամբ սկսեցինք դամաֆոններ տեղադրել Երևանում, Արտաշատում, այն քաղաքներում, որտեղ որ կան Գյումրիում, Սևանում, ու դամաֆոնները բավականին հետաքրքիր են ու տարբերվող են մնացած պրոդուկտներից, որը առաջարկվում է այսօր հայկական շուկայում, իր տարբերությունը այն է, որ ինքը բացի այն ֆունկցիայից, որ մարդը եկավ կարողանում է չիպով բացել, հա, այդ մտնել, նախ ասեմ, որ ինքը հենց այդ չիպերն են արդեն տարբերվող, չիպերը իրենցով
հնարավոր չի կրկնօրինակել, այսինքն հստակ երևում է որ հենց այդ մարդն է եկել։ Հա, այդ Այսինքն մարդն է իդենտիֆիկացվում է այդ մարդը։ Իդենտիֆիկացվում է այդ մարդը, բացի դրանից եթե ինչ-որ մեկի ձեռքը չիպ ընկնի, գտել է գետնից չի կարող տանել, կրկնօրինակել այդ չիպը։ Ինքը բանկային քարտերի դուրը կբացի, այս մեկը։ Դուրը կբացի, հա, բայց ինքը պետք է իմանալ որ դուրն է ինչ, այսինքն մի դուրը բացից եկավ, պարզվում է այդ տան մեջ իրանց սպասում էին ուտելիքով կրակը ընկավ, հա, այսինքն ուրիշ տեղ եկար մտալ, ինչ գործ ունես։ Գևորգ ջան, մենք ես ուզում եմ մեր ընթացքում շատ հետաքրքիր նորություններ կա, որ ուզում եմ բացես, հա, ես ասեմ, որ մեր այսօրվա քննարկումը լինելու է մի քիչ խաղարկային տարբերակով, այսինքն ունենալու ենք հարց եւ պատասխանների տարբերակներ ու հավանականությունը որ դու ճիշտ կպատասխանես մենք ամեն ինչ արել ենք որ քիչ լինի մեր թիմով ինչու որտեղ մենք ունենք բզբզ հարցեր սա այն ամիջական հարցերն են որ շատ դեպքերում գործարարները կամ խուսափում են հաստատ առնչվում են, բայց խուսափում են հանրային դաշտում սրա մասին խոսել ու շատ կարևոր է մանավանդ կայացած առաջադեմ ընկերության ղեկավարները խոսեն սրա մասին, ինչու, որպեսզի երիտասարդ սերունդը մեր ոչ միայն արտասահմանյան գրքերով դեմ չէ ես միևնույն այդ երևույթին շատ կարևոր բան է կրթվել, առաջատար միջազգային փորձ հետազոտել, բայց շատ կարևոր է նաև այսօրվա հենց Հայաստանում գործող գործարարից դու իմանաս ինչ է կատարվում եւ ինչպիսի հետաքրքիր մտքեր կան, որովհետեւ մենք միշտ սիրում ենք դուրսը նայել, այնինչ, հա, դրսում շատ գործարաններ Հայաստան են նայում, որովհետեւ սուղ ռեսուրսներով որոշումներ կայացնելու չեմպիոնը Հայաստանն է, այսինքն շատ դեպքեր մարդիկ զարմանում են, այսինքն ոնց այդպես եղավ։ Ես ինչու եմ ասում, որովհետեւ ձեր ընկերության օրինակով կարող եմ ասել, շատ փոքր երկրներ չունեն այդ հնարավորությունը ունենալ իրենց առաջատար այսպիսի հա տեխնոլոգիական ոլորտում էնել այդպիսի բազմազանություն, հա, ընկերությունների։ Իրենք շատ դեպքերում խոշոր պետություններից վերցնում են այդ լուծումները եւ ընդհանրապես հա դիստրիբյուտոր են դառնում կամ պայմանական, հա, հենց ներկայացուցիչը։ Դուք տենց առաջամարտ գնում եք ու շատ լավ է որ չես էլ հանձնվում, հա, այդ դրոշակը ոնց վերցրել ես գնում ես։ Գևորգ ջան, եթե դեմ չես միանգամից անցնենք առաջի հարցին։ Անցնենք։ Եվ այսպես առաջի հարցը, քանի բաժանորդագրում է եղել 2024 թվականի ապրիլ ամսվան Viva-ի հետ համատեղ Red սակագնում։ Մենք ունենք 4 տարբերակ։ Ինձ դուր է գալիս, որ դու ժպտում ես, որովհետև ուրեմն մենք մեր նպատակին կհասնենք, կմոտիկացնենք բզբզ հարցերը, եւ այսպես տարբերակներն են 725 առաջի տարբերակ, երկրորդ տարբերակ 534 երրորդ տարբերակ 617 եւ չորրորդ տարբերակ 478։ Եթե հստակ տիպ հիշում ես, հստակ տիպը չեմ հիշում, բայց կարծում եմ կկարանամ գուշակել, որովհետեւ մենք Viva Armenia ընկերության հետ սկսեցինք համագործակցել հենց այս տարի փետրվարից ու մեր մոտ բավականին շատ հաջող գնաց ստարտը ու մինչև այս տարվա օգոստոս ամիսը մեր միջին բաժանորդագրությունը տատանվում էր 500-ից 600-ի սահմաններում։ Դրանից հետո աճեց ու ամսական արդեն բավականին տես 100-ից ավել աճ ենք ունեցել ամսական։ Դրա համար եթե ապրիլի մասին է խոսքը գնում 500 քանից պետքա լինի։ Հա 400-ը հանեցին կարանքից, ուրեմն 600-ն էլ ենք քանում, 700-ն էլ ենք քանում, մնում է 534։ Այդ ոնց ինչ տրամաբանությունով հանեցիր 700-ը 600-ը։ Դե որովհետև ես հələ իդե վերջն է։ Հա, փետրվարից սկսած մինչև օգոստոս մեր մոտ 500-ից այդ սահմաններում էր։ Ես ուրախ տխրում եմ։ Կամացից կարող ասենց հայկական սերիալների սցենարիստ դառնամ, ուրախ տխրում եմ։ Ուրախ տխրություն է։ Որտե սա ճիշտ պատասխանն է 534։ Գևորգ ջան, ես կուզենամ մի քիչ կիսվես այդ ունիկալ փորձով, հա, համագործակցության, որովհետև սա մեր գործարարների համար հզոր ազդակ կարող է լինել, երբ որ դու հասկանում ես, որ մրցակցելով դու կարող ես նաև համագործակցել, այսինքն դու ոչ միայն կարող ես հաշվել իրանց խոշոր նշանակություն չունի, հա, ցանկացած ՏՏ ոլորտի ընկերություններ կարող են իրար հետ նաև համագործակցել։ Ոնց առաջացավ այդ համագործակցությունը, ում նախաձեռնությունն էր ու ինչպես ես գնահատում, հա, իր արդյունավետությունը եւ հեռանկարները։ Համագործակցության ծիլերը գծվել են դեռ երկար տարիներ, բավական կարող է 5-6 տարի առաջ
առաջի իդեան, առաջի քննարկումը, դրանից հետո դե եղավ COVID, եղավ պատերազմային իրավիճակներ, դրանից հետո երբ որ արդեն մի քիչ ստաբիլություն էր գալիս, նորից հավաքվեցինք թիմի հետ, Viva-ի թիմի հետ, դեպ ասեմ շատ հաճելի մարդիկ, ում հետ լինում են ռեալ նստել, քննարկել ու հանդիպումը ոնց որ մենք ճարաշ խոսում ենք, հանդիպումը չլինի հանդիպման համար, այլ հանդիպումը լինի արդյունք ստանալու համար։ Շատ կարճ ժամանակում ոնց որ հանձնարարություններ եղավ երկու թիմերին էլ, մեր թիմին էլ, իրանց թիմին էլ, որ ստեղծում ենք sense համակարգ, որտեղ կարող միանա այլ օպերատոր ու այդ համագործակցությունից երկկողմանի շահավետ իրավիճակ ստեղծվի։ Ստեղծվեց այդ համակարգը իրանց կողմից, մենք միացանք, մեր ծրագրավորողները իրանց ծրագրավորողների հետ միացանք այդ համակարգին, բավականին երկար ժամանակ տեստեր արեցինք ու արդեն փետրվարին հայտնեցինք հանրությանը, որ ունենք այսպես առաջարկ։ Դեպ ասեմ, իրականում մենք դեկտեմբերի կեսերից արդեն առաջարկը ոնց որ պատրաստել, երբ որ փետրվար իրանց էլ հետարքիր, անկեղծ ասած, իրանց հետարքիր էր, որովհետև թվում է թե միշտ դուք երբևիցե չեք փոքր միջին ընկերություն է, հա, բայց իրենք խոշորն են, արդյոք խոշորիները հետարքիր միջինի հետ համագործակցելը։ Այո, հետաքրքիր է իմ կարծիքով Եվ փորձի փոխանակում ինչ իրանք ստացան։ Փոխանակումից այստեղ կա ակնհայտ բաց, որը ոնց որ Viva-ն ֆիքս օպերատոր չի, այսինքն ինքը այդ նույն ցանցը չունի ոնց որ մենք։ Մրցակցային առավելություն ստացավ փաթեթի մեջ։ Այո։ Այն ինչը ինքը այս պահին չի կարող առաջարկել իր բաժանորդներին, որը կարող էին առաջարկեն իր մրցակիցները մոբայլի շրջանակներում, ինքը կարողացավ այդ լուծումով փակել։ Ու այդտեղ ինքը ռեսուրսի խնայողություն ունի, առաջատար փորձն է վերցնում եւ հարաբերություն, այսինքն ու դուք է այսինքն ձեր մոտ է մի հատ պարտավորություն է հայտնվում, հա, խոշոր ընկերության հետ, արդեն ծառայությունները այն աստիճանի բարելավեք, որ հարաբերություններ եւ այլ եւ այլ։ Դեպ ասեմ, որ այդ առաջարկը էքսկլյուզիվ չի, այսինքն միայն Fnet-ը չի, որ կարող է համագործակցել, բայց կարծում եմ, որ կարծում եմ մոտակա շրջանում կլինեն էլ ուրիշ օպերատորներ, ովքեր կհամագործակցեն, բայց ես բարձր եմ գնահատում մեր համագործակցությունը ու իր շահավետությունը երկկողմանի ու կարծում եմ, որ շատ հետաքրքիր նախաձեռնություն է ու դա մեր հայկական իրականության մեջ Գեորգ ջան շատ կարևոր բան է, որ մենք հասկանում ենք, որ կարող ենք իրար հետ համագործակցել, այսինքն պարտադիր չի դու ամեն ինչը դու ստեղծես։ Այ եւ մեր տպավորությունը, եթե ես հացը ես եմ վաճառում, ապա այդ ցորենը ես պետք է սկսեմ ցանելը։ Չէ, կլինի ամեն մարդ իր գործը անի, դու լավագույնը վերցնես, փաթեթը ձևավորես, այդ փաթեթային առաջարկը շատ կարևոր է։ Իրենք էլ լուրջ հետաքրքիր մրցակցային առավելություն են ստանում, որտեղ կարող են այսպես տարի 1, 2 տարի, 3 տարի 1 արդիական փաթեթներ առաջարկել արդեն միջին ընկերությունների առաջատար լուծումներով։ Շատ հետաքրքիր երևույթ էր եւ ես առաջերտին ձեզ եմ ողջունում, որտեղ շատ դեպքերում դու նախաձեռնողն ես ու դու միշտ մտածում ես բավոր են, բավորների մեջով առաջինը դու պետք է ստեղ, չէ՞, հաղթես այդ բավորները։ Ես կարող եմ իրենց առաջարկ անել։ Իհարկե կարող եմ, հա, ու դու դա անցել ես։ Շատ հզոր երևույթ է, որտեղ միշտ խնդիրը այստեղ է, էլի դու մտածում ես ես իրանց կարող է հետաքրքիր չլինեմ։ Գեորգ ջան, քանի դեռ ասում եմ տեմպի մեջ ես, անցնում ենք երկրորդ հարցին։ Եվ այսպես ես այդպես ձգձգեցի, որ հարցը մի քիչ բարդանա, էլի կարող է այտենց այն հեշտ հարցերն էին ուղարկել։ Եթե ոչ հիմա չենք փոխել, չէ, հարցերը նույնն է։ Fnet-ի հետ է կապված հարցերը կարծում եմ շատ բարդ։ Հա, մանավանդ թվերով է, ես սկսում եմ վախենալ, դու թվերից է փաստորեն լավ ես։ Երևանի նոր համայնքում քանի բնակելի շենքում է տեղադրված Fnet-ի խելացի դոմոֆոնը։ Շենքերի մասով մի քիչ դժվար եմ ասեմ, որտեղ մենք մուտքերով ենք հաշվարկը տանում։ Դե երևի դոմոֆոնների քանակն է դրված, հա։ Ունենք թվեր 388 առաջի տարբերակ, երկրորդ տարբերակ 356, երրորդ տարբերակ 405 եւ չորրորդ տարբերակ 332։ Ես կողմ եմ 405-ին։ 405-ին։ Այսինքն հա 3 հատ 300-ով էր, հա։ Ես կարծում եմ կարող է սխալվում եմ, բայց կարծում եմ 400-ից էլ ավել կլինի։ 400-ից ավել։ Ահա։ Ես հիմա նայում եմ իմ աչքերից առաջ հա ճիշտ պատասխանը ու մտածում եմ հիմա որ հնչեցնեմ կարող է ինչ-որ մարդ տուժի։ Միջև գործը։ Ես ինչ թիվ եք խփել, ես գնացել եմ 400-ից ավել պետքա լինեի։ Գեորգ ջան,
ճիշտ պատասխանը 388-ն է։ 388։ Հա։ Հաստորեն մենք մի փոքր վրիպեցինք, հա։ Շատ հետաքրքիր լուծում էր, մի քիչ դամաֆոններից խոսեցինք։ Ես ուզում եմ մի քիչ անդրադառնանք ոչ թե իր տեխնիկական հատվածին, այլ այդ բիզնես որոշմանը, որովհետև սա կոնկրետ ռազմավարական մի հատ որոշում էր, հա, ձեր թիմում, երբ որ դուք մտածեցիք, որ դե ինտերնետի օպերատոր, հա, էլուր, հա, կա ճանապարհ ավելի արագ, սուպեր արագ, ամենաարագ, ամենաարագից արագ, դու չես հասցնում արդեն ինտերնետը բերում են, հա, եւ այլ, հա, ու ամեն դեպքում մենք հասկանում ենք, որ Իլոն Մասկը քնած չի եւ այդ Starlink կոչեցյալը ուշ թե շուտ Հայաստան հասնելու է։ Այսինքն եւ արդեն դիմել է լիցենզիայի կախված, եթե չեմ սխալվում, նույնիսկ արտոնագրել են եւ այլ ու դու մտածես թե դրսից բերված այդ մալողներով ինտերնետով կարող ես չեմպիոն լինել, մի քիչ կասկածելի է։ Հեռուստացույցի հետ կախված շատ հետաքրքիր վերլուծում է կարել, որովհետև շատ հնարավոր է մարդիկ չնայեն, արդեն ուրիշ հեռուստացույցը որպես այդպեսի մնում է որպես կոնտենտ մատակարարող, բայց մարդուն զարմացնել 600 ալիքով, դա երևի թե իմ ու քո մանկությունն էր, երբ որ մենք ուրախանում ենք, քանի ալիք ունենք, հա, ում տունն ավելի լավը, որովհետև ալիքներից էր կախված, քանակի ավելի ճիշտ։ Հետևաբար ո՞նց այդ որոշումը կայացեց, որ մենք պետք է դառնանք ցանկացած տեխնոլոգիական լուծումների, հա, մատակարարը դեպի տուն, որտեվ ինչ է դամաֆոնը, տեխնոլոգիական լուծումները եկան հասան տուն, ինչ որ մի հատ լուծում եկավ հասավ տուն։ Այդ մի քիչ խնդրեմ դրան էլի անդրադարձի, դա ինչ որտեղ տեսար, ինչ որտեղ թիմով քննարկեցիք։ Շատ կուզենայի ասել, որ ամբողջությամբ մեր գաղափարն էր, մենք տենց մտնստեցինք թմով, մտածեցինք ու հորինեցինք, բայց չէ, տեսել ենք այս ամենը, հանդիպել ենք, զրուցել ենք ու շատ կարևոր է, որ այս ամեն ինչը այստեղ կուզեի գովել մեր թմին, որ ինչի՞ չէ, փորձի փոխանակումը, հա, կամ փորձի բերելը շատ հետաքրքիր process է, որտեղ որ մենք չենք միակը, որ տեսել է այդ ամեն ինչը, բայց մենք ենք եղել միակը, որ պետք է բերել է Հայաստան։ Դրա համար այն ինչը որ մենք տեսել ենք մեկ ուրիշ կազմակերպությունում, որ ինքը անում է հաջողում է, հա, ու այդ ամեն ինչը կարողացել ենք վերցնել, մշակել հայկական իրականության համար, ստեղծել համապատասխանը, ինչ որ միտեղ էլ զարգացնել այդ միտքը, դրանով ոնց որ հարմարեցնել հայերին, գեղեցկացնել ավելի ու տրամադրել արդեն հայ սպառողին։ Միտքը ամբողջությամբ մերը չէր, բայց ոնց որ միտքը զարգացնել, սիրունացնել, ծաղկացնելը այդ մերն էր ու ինչի՞ չէ, նաև դրանից հետո կարող ենք ասել, որ լինելու են նաև այլ նորամուծություններ, այսինքն այսուհետև մարդը կարող է հանգիստ լինել, ապրել իր բնակարանում եւ տեխնոլոգիաները F-net-ի միջոցով են գալու դեպի իր տուն, այսինքն կլինի խելացի դամաֆոն, խելացի դուռ, խելացի սառնարան, չգիտեմ, ինչ է հնարավոր էլի։ Կարող է, մեր միտքը հենց այդպես է, որ մենք այլևս չենք մտածում, որ օպերատորությունը դա ինտերնետի կամ ինտերնետի արագության կամ հեռուստաալիքների քանակի մասին է։ Շատ գաղտնի չբացենք։ Այստեղ կանգնենք, այստեղ կանգնենք, որովհետև մենք ունենք ունիկալ հնարավորություն բզբզ հարցի։ Լեո ջան, խնդրում եմ, իդեպ միանգամից ասեմ, այստեղ նաև ունենալու ես հնարավորություն ավարտին քո սեփական բզբզ հարցը թողնես, հա, հաջորդ մեր հյուրերին, այնպես որ շատ հնարավոր է հիմա հարց քաշես եւ լինի մեր նախորդ հյուրերից ինչ-որ մեկի բզբզ հարցը քեզ ընկնի, խնդրում եմ։ Ես մի բարձր կկարդաս հարցը, խնդրեմ։ Բայց կարող ես հարցին չպատասխանել։ Ասում արդյոք կան մրցակիցներ, ուղղակի կամ անուղղակի, ովքեր ըստ քեզ սխալ են վարվել քո բիզնեսի հանդեպ։ Կան իհարկե, ու դրա մասին կարանք ժամերով զրուցենք, ուղղակի կանցնենք քաղաքական թեմային, կհիշենք ինը։ Մենք իդեպ կարող ենք ասել, չխորանանք իրանց վրա, բայց ասենք ինքը քեզ ինչ տվեց։ Այսինքն դու այդ ներքին քո կառուցվածքը, այսինքն դու դա ընդունեցիր որպես մարտահրավեր ու դու ոնց մեջով անցար, էլի, այսինքն ինքը քեզ ջարդեց, թուլացրեց, հրաժարվեցիր, որոշի չէ, գնալ պոնչիկ արտադրել, չէ, էլի, մի քիչ ուրիշ տեղ մտար, էլի։ Այդ հարցը որ կա, մենք բոլորին ենք դրել, այսինքն մեր համար շատ կարևոր է որ մրցակցի նույնիսկ վատ կեցվածքը գործարարը ընդունի դա որպես նորմա, կարա լինի, բայց դու դրան պետքա դիմակայես, էլի, դա նորմալ երևույթ է։ Կարող եմ պատասխանեմ արդեն Խնդրեմ բարձր կարդաս ու
Արդյոք կան մրցակիցներ, ուղղակի կամ անուղղակի, ովքեր ըստ քեզ սխալ են վարվել քո բիզնեսի հանդեպ։ Ահա։ Քանի որ երկար պատմություն ունեք, հաստատ ինչ-որ մեկը հանդիպած կլինի ինչ-որ ոլորտում։ Մենք այս տարի օգոստոսին նշեցինք մեր 15-ամյակը։ Շնորհավորում ենք։ Շնորհակալություն։ Իհարկե չեմ մանրանա այս թեմայի մեջ, որովհետև այդքան էլ հաճելի պատմություններ չեն, բայց իհարկե եղել են դեպքեր, բայց կուզեի ոնց որ հարցին մեկ այլ անկյունից պատասխանել, որ մենք մեր կյանքում դիրքավորվել ենք եւ ուժեղացել ենք եւ ավելի նպատակասլաց ենք դարձել հենց այդպիսի մարտահրավերների պատճառով մեր մրցակիցների ու ինչ-որ տարբեր պատմությունների պատճառով մենք դրանով ավելի տեսել ենք, որ մենք որքան միգուցե մենք այդ պահին չենք նկատել մեր նշանակությունը, մեր ազդեցությունը շուկայում, դրանով այդ ամեն ինչը մեր համար ավելի ակնհայտ է դառել ու մենք դա սկսել ենք զարգացնել ու ինչի՞ չէ նաև հաճույք ստանալ, որ մեր հաջողությունները ուրիշներին ջղայնացնում են։ Ասա որ դրա մեջ ինչ-որ ազարտ կա։ Միանշանակ։ Ասում եմ, երբ որ դու հասկանում ես մի հատ պահ կա գործարարի ընդհանուր, հա, աշխատանքի մեջ, երբ որ դու հասկանում ես, որ ինչ-որ մեկին, հա, բարձր հաճելի է, շատ կարևոր է, որ դու հաճախորդամետ լինես եւ այլ։ Միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ ընդհանուր գործարար միջավայրում դու ինչ-որ մի գույն բերես։ Այդ գույնը անհնար է, որ միանգամից ընդունվի։ Հա, մարդիկ շատ դեպքերում ասում են ինչներից էր պետք։ Բայց այդ պահը, երբ որ դու գալիս ես ու հետո ամուր կանգնում ես ոտեիդ վրա ու հետո հա կարողանում ես ինչ-որ բան փոխես, դա եւս երևի ինչ-որ հա սնուցման աղբյուր է, որ դու ամբողջ օրը դες միշտ տոնուս ստանաս, հա, նորից մի բան անելու։ Հա, ես այդ մասով միայն շնորհակալ եմ, որտեվ թե մարդ տեսակով, հա, թե տղամարդ տեսակով ես էլ ընկերս էլ կոտրվող չենք ու մեր թիմն էլ մեր պես միասին ու ոնց որ ասացվածքն է ասում, ինչը չէ, մեզ չի սպանում, ավելի ուժեղացնում է։ Այդ նույն տրամաբանությամբ մենք ուժեղանալով գնում ենք առաջ։ Շատ լավ, Գևորգ ջան։ Դե ասում եք, քանի որ դե այս հարցն էլ այդպես շրջանցեցինք, հաջորդը մեզ օգնության է գալիս արհեստական բանականությունը, հա, ու հարց ունենք արհեստական բանականության կողմից, ինքն էլ կարդում է հարցը, Սա կմիացնենք, կլսենք հարցը, եթե պետք է կկրկնենք, հա։ Որ երկիրն է առաջինը առաջարկել տան համար ֆիքսված օպտիկամանրաթելային ինտերնետ։ Հարավային Կորեան, Շվեդիան, Ճապոնիան, թե Իսլանդիան։ Որ երկիրն է առաջինը առաջարկել տան համար ֆիքսված օպտիկամանրաթելային ինտերնետ։ Հարավային Կորեան, Շվեդիան, Ճապոնիան, թե Իսլանդիան։ Եվ այսպես։ Ես կարամ գուշակել, չգիտեմ պատասխանը։ Էդի լրիվ նորմալ է։ Լրիվ նորմալ է, որ առաջինը։ Նախ արի տարանջատենք, էդի քո կարծիքով արևելք թե արևմուտք է լինելու։ Իմ կարծիքով արևմուտք։ Արևմուտք։ Սալվեցի, արդեն։ Ես գնում եմ այն տրամաբանությունից, որ թվականին մոտավորապես ստեղծված կլինի օպտիկա մանրաթելայինը, այդ ընթացքում ոնց որ Ճապոնիան հետ պատերազմային վիճակներում կլինի ու հետ է տրամաբանությունն է։ Ու իր մոտ գործարկած կլինեն, որովհետև եթե հաշվես առնում, հա, ինչ արագությամբ իրենց մոտ ինչ-որ ներդրումներ արվեցին, հա, եւ այնտեղ կա մի հատ ունիկալ երկիր, որը շատ հետաքրքիր ձևով գյուղատնտեսական երկրից վերածվեց տեխնոլոգիական գիգանտ, հա, ու մինչեւ այսօր պահում է իր դիրքերը, եւ այդ ցանց ավելի չեմ կարող հուշալ։ Կորեան, հա։ Հա, այո, ճիշտ պատասխանը Կորեան է։ Համատեղ ուժերով եկանք հասանք դրան, բայց ինքը շատ կարևոր էր, որովհետեւ Կորեայի փորձը ինքը տենց ունիկալ է այն առումով, որ շատ դեպքերում մենք ասում ենք, հա, որ երկրի ճանապարհով պետք է գնանք, բայց աշխարհում բավականին շատ երկրներ կան, որ իրենք այդ նույն ժամանակ Կորեան չէր մտածել, որ ինքը ինչ-որ մեկի ճանապարհով պետք է գնա։ Հստակ կար հասկացողություն, որ աշխարհում չի կարող ինքը լինել
գյուղատնտեսական լուրջ հայտ ներկայացնող երկիր։ Շատ պատճառաբանություններով տարածքի սակավություն, հա, տրանսպորտային ծախսեր եւ այլ։ Հետեւաբար ընտրեց այն ճանապարհը, որը ընտրեց ու արդարացի էր, հա։ Ընդհանրապես կուզենայի մի քիչ արհեստական բանականությունից զրուցեինք, էլի, եթե ոնց ենք առնչվում թե անձնապես, հա, որպես մասնագետ, թե ընկերության ներսում ներդրված է, արդեն ունես օգնականներ AI-ով, հետո AI-ով լուծումներ, AI-ով դամաֆոնն է ինչ-որ ձևով աշխատում։ Այս պահին մենք դամաֆոններից եթե զրուցենք, դամաֆոններն ենք ինտեգրում Yandex-ի արհեստական բանականության հետ, այսինքն Alisa-ի հետ, որ ենթադրենք տունը մարդը ունի Alisa ու իր տուն հյուր է գալիս, Alisa-ն ասում է, որ քո տունը հյուր է գալիս, ինքը կարող է ձայնով ասի բացի Alisa դուռը, ինքը բացի դուռը։ Alisa-ն ու այդ մարդը մտնի ներս կամ հարցնի խոսակցություն տանի ինքը հյուրի հետ։ Alisa-ն կարողանում է կես բերան տենց կանչել հյուր։ Որ եթե մեն ասում են կես բերան գնաս օտոգա սուրճ խմենք էլի։ Շատ հետաքրքիր է կարողանում։ Այսինքն Alisa-ն նույնիսկ պատասխանելու է, հա։ Հա, պատասխանելու է, շփվելու է, խոսալու է Alisa-ի միջոցով արդեն կարողանալու են բայց այդ ոնց որ դամաֆոնների մասով իսկ ընդհանրապես արհեստական բանականությունը կարծում եմ բոլոր հա ոլորտներում անբաժանելի մի մասն է լինելու ու ով չի ներդրում այդ ուղղության վրա ժամանակը գալու է որ ինքը չհասցնի արդեն ներդնի այդ ուղղության վրա կարող է ուշանաս միանշանակ է մենք այս պահին շատ ակտիվ նոր ծրագրերի վրա ենք աշխատում հա ոնց որ դու ասացիր շատ փակագծերը չբացենք որտեղ շատ մեծ ներդրում կա կամ ուղղվածություն կա արհեստական բանականության որը ինքը թեթևացնելու է համ բաժանորդների համար լիքը process-ներ, համ աշխատակիցների համար լիքը process-ներ, կարճ ասած, ես կներես խոսքը դավարտի, այս պահին ոնց որ մենք տեսնում ենք դրա մեջ ապագան ու չենք ուզում ուշանանք դրա համար էլ այդ ուղղությամբ շատ ակտիվ աշխատենք։ Գեորգ ջան, գիտես ինչու ես հարցը տվեցի, որովհետև արհեստական բանականություն այն տեխնոլոգիաներից է, որ մարդը նույնիսկ գիտի, ուզում է օգտագործի, բայց ինչ-որ մեկը ոնց որ պայմանական ինչ-որ միջնորդ պետք է լինի, թարգմանի իրեն, որպեսզի ինքը կարողանա, հա, սկսի կենցաղային մակարդակում օգտագործել, որտեղ մարդիկ գիտակցում են, բայց ասում են, ինչ անեմ, ես իրան ոնց օգտվեմ, ու այն մարդիկ, որ այն ընկերությունները, որոնք կդառնան այդ ժամանակավոր, դե դա էլ է ժամանակավոր լինելու, այդ ժամանակավոր միջնորդը կարող է արանքում իրենք է ձեռք բերեն ինչ-որ մի հատ հետարքի դեր, հա, հետագա անելիքների մեջ։ Ամենահեշտ ձևը սկսելու այդ հեռախոսի արհեստական բանականությունը օգտագործելն է։ Սկսել են պրիմիտիվ բաները, որ դու անում ես, զանգել, կալենդարում ինչ-որ բան ավելացնել, հիշողություն դնել քո համար, որ քեզ հիշել, այդ ամեն ինչը խոսքի միջոցով անել։ Եկեք խնդրել արհեստական բանականությանը քո փոխարեն զանգի, կամ քեզ հիշացնի, կամ կալենդարում ինչ-որ մի բան ամրագրի քո համար։ Ու պատկերացնում ես ջղայնացած արհեստական բանականության հետ ինչ-որ գնում ես ասում ես, բայ ես քեզ ասեցի, որ ինձ հիշացնես։ Ու ինքն ասում է, այդքան էլ չես ասել, հա։ Շատ լավ հաստատ չէ ասում։ Այսինքն ու կարա հիշացնի, ինքը կարա այդ կադրը բերի։ Ցավն է նա, որ այդ խոսակցությունը սկսում է չլինել, էլի, հենց արհեստական բանականությունը։ Դու զգում ես ինչքան կարևոր բաներ մեր կյանքից կարա կորի։ Հա, այսինքն դու մեղավոր չես կարա փնտրես, էլի։ Օրինակ ասես, դե ներող եղբայր բան մեր սխալ էին ինձ ասել, հա։ Ինքը կարա կադրով բերի, սկրինշոթով, այսպես էս ասե։ Շատ լավ։ Գեորգ ջան, ասում ենք հաջորդ հարցին։ Ձեր ինժեների մասնակցությամբ հումորային հոլովակը որ երկի տակ է նկարահանված։ Միլաձեի։ Այդ չեղավ է։ Սենց միանգամից պատասխանում։ Սա ճիշտ պատասխան է, նույնիսկ չասեցի տարբերակները կարդամ։ Գեորգ հետևում ես այդպիսի բաներին։ Ուզում եմ դե ասեմ, որ սա իսկապես ճիշտ պատասխանն էր, բայց ինձ հետաքրքիր է այստեղ կուզենամ նախ բացված տայինք այդ բալանսը որտեղ է միկրոմենեջմենտի, հա, եւ հսկողության։ Այսինքն տեղ կա, որտեղ մենք տես ծայրահեղություն ենք ուզում գնանք, կամ ասում ենք տնօրենը պետքա բոլոր տեղերը որոշումների մեջ ներառված լինի, դի պայմանական դրա ունը դնում ենք սրտացավություն, չգիտեմ ինչի,
Կամ հակառակն է գալիս, ասում է, ես ոչ իմանով չեմ զբաղվելու, ես տենց 2 հատ 3 հատ տրեյնինգ եմ մասնակցի, 4 հատ գիրք եմ կարդացել, որ ես այսուհետև ոչ իմանով չեմ զբաղվելու, դուք պիտի զբաղվեք։ Ու դից ընկերությունը պայմանական գնում է փուռ է, էլի։ Տպավորությունը ոնց որ այդ գրքերն ու տրեյնինգները մրցակիցներն էին պատվիրել։ Որտեղ այդ բալանսը։ Իրականում այդ բալանսը իմ անձնական կարծիքով շատ լողացող է, որտեղ կախված ժամանակներից, կախված նպատակներից, կախված աշխատանքային ծանրությունից, ոչ թե ծանրաբեռնվածությունը նկատի ունեմ, այլ ընդհանրապես այս պահին ինչ մեծ աշխատանք է կատարվում, հա, ծանրության աշխատանք, որ մի քայլ էլ, հա, մի հատ հսկայական քայլ առաջ գնա կազմակերպությունը, դրանից կախված դու կարաս որպես գլխավոր տնօրեն, հա, ավելի շատ ներգրաված լինես, ավելի շուշուտ հանդիպումներ ունենաս ու կախված արդեն ոնց որ այդ հանդիպումները ոնց որ կամած որ հունի են գնում, դու կամած պետք է հետ քաշվես, որ մարդիկ արդեն իրանց նպատակները ստանան, այստեղ ամենակարևորը ամեն մենեջեր հստակ գիտակցի իր նպատակը ինչ է իրանից սպասվում ու այն ազատությունը, որ իրան տրվում է այդ նպատակները հասնելու համար։ Մեր մոտ այդ մասը լրիվ ասենց հանգիստ է, բոլորը կարան սխալվեն, բոլորը կարան անեն ու մենք բոլորս կազմակերպությունում գիտակցում ենք, որ սահմանափակումները մենակ մեր ուղեղի մեջ է, որ չկա անհնարին առաջադրանք, չկա անհնարին ինչ-որ բան, որ չես կարող կատարես, այդ մենակ եթե դու ես քեզ սահմանափակում, հենց ասենց լրիվ համընկավ այդ հարցը, ոնց որ մերոնց այդ պայմանավորված է այդ, որ դու պիտի տայր ինձ, մենք այսօր ենք կառավարության այդ մասով խոսում, ու ես վերհիշում էի իմ մանկությունից մի հատ ֆիլմ, որը ես երևի նայել էի, այտենց իմ 9-10-11 տարեկան ու այդ ֆիլմը այտենց տպավորվել էր իմ մեջ, որ հանցագործը 10 պատանդ է վերցնում ու 9 հատ աթոռ է ունենում, ասում է հաշվում եմ 3-ը, պետք է բոլորը ով չնստեց սպանում եմ։ Դա հաշվում է 3-ը 9 հոգին աթոռին նստում են, մեկը կանգնած է մնում, գալի է ասում ասում խի չնստեցիր։ Ասում է դե աթոռ չկար, ասում է ես չէի ասել որ աթոռին պիտի նստես, էլի դու ես քեզ սահմանափակ է որ պիտի աթոռին նստես, նստեիր գետնին ու սպանում է այդ մարդուն, հիմա Ում ասեմ, որ առաջադրանքը տալիս եմ, ոչ ոք չի ասում, բայց այսպես չանես, բայց այսպես չանես։ Ասում են, էսա քո նպատակը գնա հասի սրան։ Դու ինչ սահմանափակումներ կդնես կամ չես դնի քո առջև, դա արդեն քո ներքինն է, քո ուղեղի մեջ է։ Հուսամ հաջորդ կադրով ինքը չի ասե, չէ, մի հատ էլ աթոռ վերցնում, ասում է հիմա էլ հա, էլի նստեք, բոլորը եմը նստում, իսկ ով ասես, որ պետք է նստեիր, աթոռը պիտի նստեիր։ Շատ կարևոր բան ասեցիր Գեո ջան, որովհետև տեսեք ես կուզենամ քո ասածից մի հատ ֆորմուլա դուրս բերենք, էլի։ Դա այսինքն սա նոր իրականությունում ղեկավարին, մանավանդ հիմնադրին եւ բիզնեսի հենց գործարարին, բուն գործարարին նոր մի հատ մարտահրավեր է իր առաջ եկել, որ ինքը այսուհետև չի կարող լինել ընդհանրապես լավ գաղափարի գրող, հաճախորդի ցավը տեսած խնդիր լուծում առաջարկած, հա, ռեսուրսներ ունեցող, մի հատ էլ ինքը պետք է պայմանական coach, mentor, հա, այդ մանկավարժական այդ ամբողջ ինքը հոգեբան պետք է լինի, ինքը պետք է թիմը բացահայտի, մարդուն տա հնարավորություն սխալվել, այդ սխալի վրա սովորել ու բերել, չի բարդացնում կյանքը։ Բարդացնում է իհարկե, շատ է բարդացնում, բայց ոնց որ էլի եթե վերադառնանք նպատակին, մեկը վաղ թե ուշ դա պիտի կատարվի։ Եթե չկատարես, մեկը առաջ չես գնա։ Ասեմ ինչքան շուտ անես այդ, այդքան կօգուտն է։ Ասում եկա ստիպած ես։ Եկա ստիպած ես, առանց դրա բան չի լինի ու իմ անձնական կարծիքով բիզնեսում ամենակարևոր բաներից մեկը այդ արագությունն է։ Իսկ արագության համար ոնց որ արագ առաջ շարժվել է պետք, իսկ առաջ շարժվելու ոնց որ տրամաբանություններից մեկը մենակ գնալն է։ Բայց մենակ գնալն էլ դա արագ կետած, բայց փոքր կմնաս։ Դրա համար պետք է, եթե ուզում ես հեռու գնաս, պետք է քո թմին էլ սովորացնես արագություն ու թմովի գնաք առաջ, որ կարողանաք երկար գնաք։ Հա, շատ հետաքրքիր է։ Գեո ջան, այն որ ասում ես, ոնց որ առավոտյան եղել ես մեր քննարկմանը, ասենց մենք այտենց տրամաբանորեն եկանք մի հատ շատ հետաքրքիր հարցի, որը որ ձեր թիմակցի կողմից է։ Հա, այտենց մենք ամեն կողմից փորձում ենք մոտիկացնենք այս բզբզ հարցերը, ընդհանրապես մի հատ ընկավ։
Լսում ենք հարցը, եթե պետք է կկրկնենք, խնդրում եմ, ահա։ Քանի ամուսնական զույգ է ձևավորվել մեր թափում, F-net-ի ամբողջ գործունեության ընթացքում։ Քանի ամուսնական զույգ է ձևավորվել մեր թափում, F-net-ի ամբողջ գործունեության ընթացքում։ Ահա։ Ես եմ հասկանամ, այս հարցը տակը բան ինչ-որ կաղա, տակը ուրիշ թեմա կա, ինչ են ես հարցը այսօր տալիս։ Բա այս հարցը այսօր էլ է քննարկել։ 15 տարվա մեջ տարբերակներ ունենք։ Հա, իհարկե տարբերակներ ունենք։ Առաջի տարբերակ 4, երկրորդ տարբերակ 7, երրորդ տարբերակ 8 եւ ունենք 4-րդ տարբերակ 11։ Ես կարծում եմ 4։ 4 անգամ են հրավիրել հարսանիք։ Թե չեն հրավիրում։ 2 հրավիրում են 3, 4 արդեն հիշեցի։ Ահա։ Արդեն հիշեցի։ Ուրեմն 7 երևի, որ 4-ը հիշում եմ, որ մենք չել Միջև վերև ելնենք։ 7 8 Սա 11-ին է կասում։ 11-ին է կասում։ Ահա, եւ 8 Եվո ջան, ես չգիտեմ, երևի հենց այդպես էլ ասում եմ, այսօր մեր ունիկալ հանդիպումը, հա, ես չեմ տանջի քեզ, ասեմ, սա ճիշտ պատասխանն է 8-ը։ Ուզում մի քիչ շատ քննարկեցինք, հա, այդ երևույթը ու F-net-ը ինքը ընտանեկան օպերատորային այդպես այդ գաղափարը մի քանի անգամ, հա, այդ կարգախոսը կա։ Երևի հենց հարցը դրան էլ ուղղված էր, հա, քանի ընտանիք է ձևավորվել, հա։ Ես ուզում եմ մի քիչ խոսենք մի հատ շատ կարևոր երևույթի մասին։ Նախ ո՞նց է դու այդ երևույթին վերաբերում, երբ ասում են գործը որպես ընտանիք է, հա, մենք բոլորս մեծ ընտանիք է այդ երևույթին եւ դա ինքնիկյան ձևավորվող երևույթ է, թե պետք է ակտիվ մարդիկ ինչ-որ գործունեություն ծավալեն, հա, որպեսզի իսկապես միջավայրը լինի ընտանեկան։ Ես հարցին պատասխանեմ այս տեսանկյունից, իմ անձնական կարծիքով, որին որ փորձի հաշվին եմ եկել, ես կարծում եմ, որ մինչև 70-80 հոգանոց թմերում հնարավոր է երարխիկ կամ միանձնյա կառավարում։ Դրանից հետո, ինչքան կազմակերպությունը մեծանում է, կառավարությունը կառավարվում է մշակույթի կողմից։ Դրա հետ կապված ես ու իմ թիմի անդամները արդեն շատ երկար ժամանակ մեծ ներդրում ենք անում, մեծ ուշադրություն ենք դարձնում կազմակերպության մշակույթին։ Այսինքն ստեղծել, զարգացնել այնպիսի մշակույթ, որտեղ մարդիկ կվերաբերվեն միմյանց որպես ընտանիքի անդամների կամ լավ ընկերների ու կվերաբերվեն մեր բաժանորդներին որպես ընտանիքի անդամների, որտեղ մեր ոնց որ գաղափարախոսության մեջ եթե մարդը մեր բաժանորդը չի, եթե մարդը նույնիսկ մեր ոլորտից դուրս բան է մեզ խնդրում, ենթադրենք պահարանը պետք է տեղափոխել, եթե խնդրում է մենք պետք է անենք դա։ Այսինքն եթե մեր F-net-ում մեկը փողոցում տեսնի այդպես ֆորմայով շրջելուց ու ասի տղա ջան, մոտեցի, այդ պահարանը իրար հետ դնենք մի կողմ, ինքը պարտադիր պիտի գնա պահարանը դնի մի կողմ։ Որպես հերավոր բարեկամի։ Հա։ Այսինքն մարդը հիշել է, եկել է, այն որ շատ լավ։ Հիմա մենք էլ ենք ձեր ընտանիքի անդամ, բոլորս ընտանիքի անդամ, ինչ լավ է։ Իսկ այդ տարվա վերջում որ ամփոփում եք թվերը, այդպես բաժանում եք, մենք էլ ենք մեջը, թե։ Չէ, շատ կարևոր բան ասեցիր Գեո ջան, մշակույթի թեմա, որովհետև ինքը դից հեշտ է, թվում է թե տենց եկեք այդ դա քրտնջան աշխատանք է, դա հստակ պետք է հասկանալ, որովհետև մշակույթը ունիկ ամենադժվար աշխատանքն է, հա, ու դու պետք է ադապտացնես, նոր մարդիկ են գալի, նոր սերունդ է գալիս, այդ նոր մշակույթի հա, իրենց մշակույթով իրենք են գալիս, ստեղծված մի հատ մշակույթ կա, մարդիկ կան, այդ դրանով կարողանում է միայն HR-ը զբաղվել, թե դա նաև արդեն տնօրինություն պետք է ներառված լինեն այլ բան։ HR-ը կարելի է որ չեմ ուզում քչացնեմ HR-ի գործոնը։ Ես դիտավորյալ եմ այդ հարցը տվել, որովհետև թվում է թե պետք է HR-ի վրա առաջադրանք դնեն, ձևավորի մշակույթ։ Դա չի կարելի էլի թողել մի մարդու ձևավորվում է վերևից ներքև, այդ եթե ես չձևավորեմ իմ մշակույթը
եթե top management-ը չձևավորի այդ մշակույթը ու չփոխանցի ու այդտենց իշնի մինչև բոլոր մասնակիցներին FNET-ի, այդ մշակույթը չի ձևավորվի։ Ու ասեմ ավելին, մշակույթը չի լինում մի անգամ ձևավորել ու վերջ, ձևավորեցինք, վերջացրեցինք, էլի։ Ինքը տենց օրգանիզմի պես բան է, որտեղ մարդիկ մի օր տրամադրությունով, մի օր անտրամադիր, հա, մի օր ոչ միտեղ գրված չի, որ դու մի անգամ մի բան ասացիր, management-ում տենց օրենք կա, էլի, walk and talk, քայլի ու խոսա, անընդհատ դու պետք է քայլես, շրջես, խոսաս, հիշացնես, պատմես, զարգացնես, ծաղկացնես, մի օր հավես կլինի, մի օր անհավես կլինի, մի օր ուրախ կլինի, մի օր տխուր կլինի, դա է մշակույթի մի մաս, բայց այո, մշակույթը պետք է ձևավորվի ու այդ մշակույթը պետք է կառավարի կազմակերպությունը։ Գեորգ ջան, մենք ավարտին ունենք հետարքիր անակնկալ, արհեստական բանականությանը տրված էր առաջադրանք, ինչպես է ինքը պատկերացնում FNET-ը ապագայում, հա, հուսամ մոտ ապագայում, այսպիսի մի պատկեր ենք ստացել, հա, այդ ամեն ինչը պատկերավորված է նաև, հետարքիր է, հա, այսինքն այս ամենի մեջ այսպիսի միացած գրասենյակ է պատկերացնում FNET-ի, բռնում է, տեսլականի է, չի բռնում, ճիշտ է տեսել, սխալ է տեսել, որտեվ մենք նաև պետք է գիտակցենք, որ արհեստական բանականությունը սովորում է եւ միշտ չի որ ճիշտ է պատասխանում։ Ինչ-որ բաներ կար, որ մոտիկացրել է, ինչ-որ բան, թե հենց նկատի ունես համընկնում է հա, որ դու ուզես նայում ես, ասում ես, հա, հենց այսպես է ես պատկերացնում մի 10 տարի հետո մեր գրասենյակը կամ մեր միջավայրը։ Կարելի է ասել, լա, զուգահեռներ կան։ Ես կուզենայի, որ մեր գրասենյակը սենց լիներ։ Ավարտին խնդրեմ, ուրեմն բզբզ հարցը Գեորգի կողմից, Գեորգ ջան, ինչ հարց կուզենաս թողնել մեր հաջորդ հյուրերին։ Մենք այս տարի մեր կազմակերպությունում ներգրավել ենք հոկեբանի ներկայություն, վերադառնալով նույն մշակույթին, հարցս կլինի հետևյալը, կա արդյոք կարիք ներգրավել հոկեբանին կազմակերպությունում եւ եթե այո, ապա ինչու։ Հոյակապեր, չեմ կարող հարցը չվերադարձնեմ, հա։ Կա արդյոք կարիքը, արդեն կա, հասկացա, ինչու։ Կարիք կա, ինչու։ Վերադառնամ էլի մշակույթի ներդրմանը, միտքը եկել է տեղից, որ մշակույթը ինքը իրանով ծանր process է ու շատ ժամանակ փոխում է մարդկանց, մտածելակերպ, պահվածք, այն ինչը որ իրանց մոտ արդեն կարող է արդեն նստված գտնվել, որը փոփոխելու ընթացքում կամ ադապտացվելու այդ մշակույթին, որը որ տիրում է մեր կազմակերպությունում, շատ ժամանակ մարդիկ թիմի անդամները կարիք են ունենում խոսել, լսել ոչ իրենց թիմի անդամի կողմից, պրոֆեսիոնալ մարդու կողմից, ով հենց իր հանձնարարությունն է լսել ու այդ մարդուն հարմար ճիշտ պատասխան տալ, ոչ թե կազմակերպության կողմից հարմար ճիշտ, այդ մարդուն հարմար, որ այդ մարդը անձնային աճ ունենա, այդ մարդը զարգանա, ոչ թե ինքը պահի իրան նենց, որ կազմակերպությանը ինքը հարմար լինի։ Եթե նույնիսկ այդ մարդը կազմակերպությունը լքելով ավելի շատ կաճի, ուրեմն իր ճիշտ պատասխանը, որ դու լքի FNET-ը, դու դրանով ավելի լավ կզարգանաս, ավելի լավ կաճես։ Մենք էլ քեզանով կուրախանանք։ Մենք էլ միանշանակ կուրախանանք։ Գեորգ ջան, շնորհակալ եմ, շատ հետաքրքիր զրույց էր, ես հուսամ մեզ դիտող լսողները եւս դրա մասին կարձագանքեն, մենք միշտ խրախուսում ենք մեկնաբանություններում ակտիվ լինել, հա, հաճելի հերթական հանդիպումը, շնորհակալություն, միշտ նոր հանդիպումներ, Գեորգ ջան։ Ձեզ էլ եմ շատ շնորհակալ, միշտ նոր հանդիպում։